Բեմախոսները մեղադրում են, եթե որ դուք ասում եք Քոչարյանի ձեռքերը արյունի մեջ են, նաև ձեզ մոտ 5000 զոհեր ունենալու։ Եվս մեկ անգամ ասեցիք 5000, ես ձեզ հարցազրույց չեմ։ Մոտ 5000։ Մոտ չի կարելի։ Կլինի մոտ մեր երեխեքի մահվան թիվը չավելացնենք։ Մարդկանց ներողություն 50 թիվը եւ տենց բան եմ ասել։ Հասկանալի է, որովհետեւ թիվը հստակ չէր։ Հիմա երբ որ թիվը հստակ է, ասենք 3998-ը սարքել 5000 պայմանական եւ ասել այս պահի դրությամբ մեր ինֆորմացիայից ելնելով 50 էսկոմ 50-ում դեռ չեն կարող ասել նույն բանն, հո լսեք, ձեզ թվում է այդ ամեն բառը վերցնելը, տենց պտտացնելը, այս մարդիկ էլ որ նստած են էկրանների դեմը, հիմար են, չեն հասկանալու, որտեղ որ ինչ է ասվում ու որտեղ ոնց է պտտացվում, տենց չի լինի, վերադառնանք ձեր հարցին, մեզ մեղադրում են։ Հա, լսել եմ, որ Քոչարյանը ասում է Հայաստանն էր մեղավոր եւ հայերն են մեղավոր, որ 44 օրյա պատերազմ տեղի ունեցավ։ Ուզում հասկանամ պատերազմի ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի վրա հարձակում լինում են զինվորները, որոնք որ մահացել են եւ այն պատերազմը, որ եղել է ոչ մեր պատճառով, ոնց կարելի է կապել քաղաքական ղեկավարության հետ, ուզում հասկանամ։ Հիմա եթե ես հարձակվեմ ձեր վրա, ներողություն եմ խնդրում, եթե ես հարձակվեմ ձեր վրա, դուք եք, այ ապրեք, za что, ուրեմն դուք եք մեղավոր, լուրջ, այդ ոնց է տենց ստացվում։ Ասում եմ Փաշինյանի ճանաչել էր Արցախն-Ադրբեջանի կազմում արդեն եւ չպետք է շարունակել։ Չէ, տենց չի ասում նախ, հետո Ղարաբաղի ճանաչումը եղել է Պրահայում, արդեն պատերազմից հետո է եղել եւ դրանք համեմատություններ անցկացնել, ես հասկանում եմ շատ անգրագետ մարդու համար դա շատ բաց գործելավոճ է եւ հայտնի գործելավոճ է։ Պոլիսյան մարտերն եք հիշեցնում ավելի շուտ բարձր։ Դե գիտեք ինչ, մի կասի դե ես դա նկա, լսեք, քաղաքական գործիչները շատ հաճախ նման բաներ ասում են, ես էլ եմ նման բաներ անում, մնացած քաղաքական գործիչներն էլ են նման բաներ ասում, բայց կա փաստ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև լարվածություն 2018 թվականին լավատեսություն չէր նշնչում, ցիտում եմ Սերժ Սարգսյանին եւ գտնվում էր փակուղում, դրանից առաջ կար ապրիլյան պատերազմ, հետո իրանք անընդհատ երբ որ ընտրություններն էր վարչապետի 2018 թվականին ասում էին, բա Ղարաբաղի հարցը ոնց է, բաստեղ, չեք հիշում, այդտեղ վարչապետին հարցեր էին տալիս դրա հետ կապված, մենք էլ զարմանում էինք, ասում ենք, ինչի՞ է դա կապված էր նրա հետ, որ մենք շատ լավ գիտեին, որ պատերազմը սպասվում եւ այդ պատերազմը իրենք որոշեցին թողնել եկող իշխանությունների վրա, որովհետև եթե Աստված մի արածցի, օրինակ Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար կամ Ռոբերտ Քոչարյանը լիներ երկրի ղեկավար, իրանց Հայաստանի ժողովուրդը չէր խնայելու եւ չէր ներելու եւ չէր հասկանալու ինչ արեց 2021 թվականին մեր հետ։